ուղղակի այս հարցից, որովհետև իրապես այս կինը վերահսկողությունից դուրս է եկել եւ տեսնում եք աչուձախ խոսքը Աննա Հակոբյանի մասին է, վիրավորում է իրեն քննադատողներին, ժամանակին ասում է ընտանեկան միջավայրում, ներմիջավայրում, հիմա այլևս հրապարակայնորեն համբար, ոչիլ, էշ, տգետ, տխմար, այս տերմինոլոգիայով, խնդրեմ, այս ինչի ցուցիչ է, ինչ է պատահել, ինչի մեջ են իրենք։ Առհասարակ այս իշխանության վարքագծի մասին խոսելիս մենք պետք է ոչ թե գնահատական տանք նրանց վարքագծին, որտեղ գնահատականը տրված է արդեն շատ վաղուց դեռևս դատարանները շրջափակելուց ու ասֆալտին պարկացնելու կոչեր անելուց կամ դատավորներին հայհոյանքներ տեղալուց հետո նրանք պարզ է, հա, որ նրանց վարքագիծը հայտնի է, այլ պետք է ընկալենք, թե նպատակը որն է այդ վարքագծի, իսկ նպատակը հետևյալն է, քանի որ այս իշխանությունը, այսպես կոչված իշխանությունը, հա, նրանք իշխանություն չեն, պարզապես օկուպացրել են Հայաստանը, քանի որ նրանք այս տարիների ընթացքում հանրային ընկալման մեջ, այս 7 տարվա մեջ, նրանք բոլոր բացասական որակումները արդեն ստացել էին եւ եթե դուրսը մարդկանց հարցնեք, այո, կասեն, որ նրանք դավաճան են, այո, կասեն, որ նրանք ապաշնոր են, այո, կասեն, որ նրանք ստախոս են, այո, կասեն, որ նրանք բրախող են, մարդկանց միայնակ են թողնում, այո, կասեն, որ նրանք բան են այդ շողոքորթ են, չէ՞, տեսնում ենք Թուրքիային ոնց են շողոքորթում, ամեն բացասական երևույթը, որ կարող է մարդկային կերպարը ունենալ, արդեն ընկալված է այս իշխանության մեջ, սակայն ինչը դեռևս ընկալված չէ, ընկալված չէ նրանց ահռելի քանակությամբ կոռուպցիան, եթե նախորդ իշխանությունները, որը ՀՀՇ-ից սկսված ընկղմվել էին, ներծծվել էին կոռուպցիոն սխեմաների մեջ, թալանի մեջ եւ խնամի ծանոթ բարեկամ այդ նեպոտիզմի մեջ էին ներծծված, այս սրանց պարագայում, այս 7 տարիների ընթացքում այդպես էլ չէր լինում բերել նրան հանրությանը, որ տեսնեին, թե ինչպիսի նեպոտիստական կոռուպցիոն ռիսկերի մեջ են սրանք խրված։ Նույնիսկ նեպոտիզմը, որ ասենք աներձակը Նիկոլ Փաշինյանի падգամավոր էր, եղբայրը պաշտոնյա էր, այդ ամենահասարակ նեպոտիզմը հանրությունը ներում էր։ Նախորդ իշխանությունների պարագայում անընդհատ խնդիրներ էր առաջանում, չէ՞, եթե ինչ-որ մեկի բարեկամ ծանոթներն են լինում, անընդհատ քաղաքացիական հասարակությունը լրագրողները դրա մասին բարձրաձայնում էին ու դրանից էլ վերցնում էր ժողովուրդը եւ իրենք էլ էին ըմբոստանում այդ ոչ առողջ մթնոլորտին։ Իմիջիայլոց սրանց պատճառով հիմա նույնը ասենք Գյումրիում է, չէ՞, օրինակ Գյումրու քաղաքապետը նշանակեց իր տեղակալին իր բանին Փեսային, հա, Փեսային։ Ես չեմ ասում բանը լավ գործիչ է, թե վատ գործիչ է, բայց ինքը իր սահմանման մեջ հենց նեպոտիզմը։ Ինչևէ, այս բացի դրանից, եթե հիշում ենք բանին Ալեն Սիմոնյանը, որ լրագրողները հարցրեցին, տենդերները հայ, որ եղբայրը անընդհատ, հա, միշտ եղբայրն է, Խաչատուր Սուքիասյանի այդ սիլի գործը, որ բանը կոպեկներով գնել էր, սրանք ոչ մի բան չեն անում, միայն որպես շանտաժ են օգտագործում։ Մի բան հիշեցնեմ, որ լրիվ մոռացել ենք, այն ծխախոտների պատմությունը բանը ինքնաթիռների, մի խոսքով, այս ընկղմված է այնպիսի կոռուպցիոն սխեմաների մեջ, կոկայինը կար ճիշտ է, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մեջ է ընկղմված, բայց քանի որ այդ կոռուպցիոն բացահայտողները հիմնականում ավելի արևմտյան մշակույթը կրողներն էին եւ իրենք ունեին այդ գործիքները, դա խոսքը իրավապաշտպանների, լրագրողների մասին է, իսկ 2018 թվականից հետո, քանի որ նրանք մեկ ընտանիքի պես էին, հա, ընկերներ էին, առանձնապես բացահայտումներ շատ չէին լինում սրանց շուրջ եւ աղմուկ էլ չէր լինում, սակայն հետքը լրատվամիջոցը մեկը մյուսի հետևից անընդհատ բացահայտում է, թե ինչ բանը, ինչ կոռուպցիոն սխեմաների մեջ են սրանք եւ այս Անիֆի գործը, այո, Անիֆի գործից պայթեց նաեւ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում եւ սկսեց բոլորի տաղացը Եվ դրանից հետո հանրությունը ինչ էր քննարկում? Դրանից հետո հանրությունը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի վարքը, բայց ոչ Անիֆի գործը։
այո, օրինակ ես հատուկ եկա եւ Անիֆի գործը քննարկեցի։ Հիմա հարցը այն չի Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվեց, հանրությանը ամբողջությամբ շեղել, թե ոչ, սակայն նպատակը դա է։ Եվ հիմա գործի է անցել նաեւ Ալեն Սիմոնյանը եւ Աննա Հակոբյանը, այսինքն նրանք այդ կոռուպցիոն սկանդալները, որ հանրության մոտ արդեն գիտակցվում է, հա, որ մենք գործ ունենք այս թալանչիների հետ կամ ինչպես իրենց լեզվով իրենք ասում էին լափամանից օգտվողներ եւ իրենց լեզվով իրենք դարձան այն ինչի դեմ բողոքում էին, հանրության մեջ արդեն գիտակցությունը մտնում են, իրենք սկսում են արդեն այդ բանը վարկաբեկիչ գործիքները օգտագործել, հայհոյանքները եւ այլն բան, որպեսզի կարողանան այդ իրենց զանգվածին գոնե իրենց զանգվածին ընտրություններից առաջ պահել իրենց մոտ։ Հետևաբար պետք չի քննարկել թե չէ, պետք է, իհարկե պետք է, ով ինչ ուզում է թող քննարկի, բայց գնահատականը դեռևս վաղուց էր տրված, թե ով են Նիկոլ Փաշինյանը եւ ամբողջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, բայց այն թե ինչի համար են անում, դա նույնպես շատ էական է, որովհետև մեր արձագանքը երբեմն կախված է ոչ թե նրանից, թե ինչ են անում, այլ ինչի համար են անում, որովհետև ինչի համար են անում արձագանքը մեզ ավելի զորեղ է սարքում, այսինքն մենք իրենց նպատակին ենք ըմբոստանում, ոչ թե վարքին, որովհետև եթե վարքին միայն ըմբոստանանք, իրենց նպատակը միևնույն է որոշակի տոկոսով կատարվելու է։ Սա իրենց մասին ընդհանրապես գիտեք ոնց է, բանը օրինակ այդ երբ որ մտնում ես այս թեմաների մեջ, մի տեսակ ոնց որ ինքդ էլ կեղտոտվում ես, էլի ոնց է որ ասենք կեղտոտ տեղով անցնում ես, ինչ որ հոտ է գալիս, հիշում եք այն սանիտեկի ժամանակ ինչ աղբից ինչ հոտ էր գալիս, ոնց որ այտենց հոտ լինի, էլի, մի տեսակ շատ չես էլ ուզում սրա մեջ խորանաս, մանավանդ որ ուղեղդ ուրիշ բանով չի զբաղվում, օրինակ կրթվելով չի զբաղվում, այլ կրտում են քո ուղեղը։ Սա հիմնականում մեր հայրենակից Ռոբերտ Քարյանը, ասում դուք եք ճանաչում իրեն, Միացյալ Նահանգներից փաստեր էր հենց փաստարկված, այսպես ներկայացրել, նույն Աննա Հակոբյանի իմ քայլ հիմնադրամի թալանի մասին, վերջինիս Աննա Հակոբյանը գեղցի էր անվանել։ Այլևս իրենց թալանի մասին իրականում հասարակությունը լավ է։ Հիշում եք 44-օրյա պատերազմից հետո համահայկական հիմնադրամը ոնց վարկաբեկեցին, ամբողջ այդ հավաքված փողը տարան մցրեցին բյուջե, իսկ այդ բյուջեից է իրանց հա համահայկական դե հիմա բանը ու բնակաբար այդ բյուջեից էլ իրանց պարգևավճարներով եւ ամեն ինչով ոգևորում են։ Բորիսը ինքնացի գործունման փող էին դուրս գրել։ Այո։ Այնտեղ հիմա որ գիտեք կարելի է ընդհանրապես ինձնից խորհուրդ հենց հայելին, կարելի է այս 7 տարվա բոլոր այդ կոռուպցիոն սկանդալները սենց ժամանակագրությամբ դնել, թե որ պահից ինչ այնտեղ ինքնաթիռի գործեր կային, հիշում եք Էդվարդ Աղաջանովը, երբ որ խորհրդական էր, չէ, աշխատակազմի ղեկավար էր, եթե չեմ սխալվում այդ ժամանակ էր, որ ինքնաթիռի վրա ներկելու համար ինչ որ ահռելի գումար էին ծախսել։ Հիմա չեմ ուզում գումարը կոնկրետ ասել, որպեսզի բան սխալ ինչ որ տեղեկություն չտան, որտեվ իրանց շատ է դուր գալիս, հա, ամբողջ պատմությունից մի հատ վրիպակ գտնելու շրջան առելը, բայց հա, այդ պատմությունն էլ եմ հիշում, այդ հսկայական գումարներ էին, կամ ինչի բանը, նոր-նորքի թաղապետը, այս որ բանը 20 հոգով հասան մի հոգու ծեծելու, տենց իբր տղամարդավայել բան էին ասում, բոլորս էլ գիտենք, որ խուլիգանություն է 20 հոգով մեկին ծեծելը, կամ ադրբեջանություն, թուրքականություն, ասենք իրանք են այդ միլիոններով հարձակվում են մի թիքայի վրա ու սկսում են ցեղասպանել։ Հա, ինչի, որովհետև բան կար, կոռուպցիոն հավանական կոռուպցիա կար, այն ինչ որ իրանք այդ շինարարությունը արել էին, որը բացահայտել էր Արթուր Չախոյանը, հա, քիչ էր մնում տարուն ասեի, ոչինչ։ Ուրեմն այս իմաստով հասկանալի է, որ իշխանությունը, սրանք եկել են իշխանության, որպեսզի բան անեն, հա, վայելեն, Ալեն Սիմոնյանը հիշում եք, երբ որ Արցախը 8-րդ ամիսը շրջափակման մեջ էր օգոստոս ամսին իր ուղաթիռներով ստեղ այնտեղ կայֆեր կայծերի մեջ էր, իսկ այնտեղ մարդիկ սոված էին, հետո էլ 200 հոգի ուժեղ արցախցի ընկավ, բայց Բակի բանջարեղեններ հանել նկարում եւ ցույց տալիս ինչպես են ճաշ երբում։ Հա։
Լավ, ինձ թվում է այդ ընտանիքից արդեն վերացարկվենք, ինչ պետք է արդեն ասեցինք, փաստն այն է, որ նրանք, այո, պայմանավորված է նրանով, որ նրանց թալանը բացահայտված է եւ արդեն հանրության գիտակցության մեջ է, որ նրանք թալանչի են։ Օրինակ, եթե Transparency International-ն էր զբաղվում 2018 թվականից կոռուպցիայով եւ թափանցիկությամբ 18-ից հետո շատ ավելի քիչ է զբաղվում, երևի դրա պատճառով է, հա, որ այսքան գիտակցությունը մարդկանց մեջ, որ այս իշխանությունը շատ ավելի թալանչի է, քան յուրաքանչյուրը, որովհետեւ սրանք միայն փող չեն թալանել։ Սրանք թալանել են մեր հոգիները, սրանք թալանել են Արցախի հարստությունը, Արցախի ոսկիները, Արցախի բանը այդ ռազմամթերքները, Արցախի ինստիտուտները, բանկերը Արցախի ջրամբարները, Արցախի դպրոցները, Արցախի մանկապարտեզները, Արցախի հուշարձանները, սրանք միայն փողի թալանչի չեն։ Սրանք մեր ներվերն են թալանել 7 տարի։ Մեր անհայտ կորածներին, գերիներին, բոլորիս արժանապատվությունը, այսինքն այստեղ կա կոռուպցիոն թալան, այո, կոռուպցիա, որը կար նաև նախորդ իշխանությունների ժառանգված դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի շրջանից, որը սրանք իհարկե կատարելագործեցին մանավանդ ասելով, որ աղքատությունը ձեր ուղեղում է, այսինքն գնացեք կուզեք թալանեք, բայց աղքատությունը ձեր ուղեղում է, էլի։ Մի խոսքով, այս սրա մասին կարող ենք եզրափակել սա եւ անցնել հաջորդ թեմային։ Ամեն դեպքում ես կուզեմ նաեւ ձեր գնահատականը տակ Ալբանիայի մեջ իր կեցվածքին, այդ իր վիճակին, Նիկոլ Փաշինյանը Ալիևին թե սուրճեր հրավիրում, Էրդողանը այսպես ձեռքով ճանապարհել է սրան, էս ինչ էր։ Երբ որ դու բոլոր քո սկզբունքները, քո խոստումները, քո արածները չես կատարել, ստելով ես եկել իշխանության, դու պիտի ուզած-չուզած ընկնելու ես այս իրավիճակում։ Ինչու՞, որովհետև եթե դու ժողովրդին խաբելով եկել ես իշխանության, ասել ես Արցախը ինքնորոշվելու է, բանը թալանը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են, բայց ավելի թալանչի ես դարել, կամերաներն ես հանելու այդ վարկերն ես փակելու, չգիտեմ, դու աշխարհի ամենահզոր հայրենասեր տիպն ես, բանը Արցախը Հայաստանը եւ վերջ, երբ որ այս ստի վրա ես գալիս, այդ սուտը ստին հակառակ գործողություններ ես, չէ՞, ասացներիդ հակառակ, որտեվ պարզ է Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե Արցախից զզվում էր, հայտնի է դեռևս 2000-ականներից նրա հոդվածներով եւ 2008-ի նրա զանգվածային անկարգություններ հրահրելով ու արցախցիների նկատմամբ ատելություն տարածելով։ Հիմա դրա հակառակ գործողությունը վրանում ես կամած ժողովրդի հենարանը կորցնում ես։ Երբ դու կորցնում ես ժողովրդի հենարանը, քեզ պետք են այլ հենարաններ։ Այնտեղ ոստիկանությունն է, շանտաժն է, падգամավորներիդ, որ հանկարծ падգամավորների ճեղք չտան։ Այնտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունները խայտառակել ես, Ռուսաստանը հենարանդ չի, Իրանը տենց վատ վիճակում է, քեզ ուղակի պետքա նրա համար, որ հանկարծ այդ թուրքական աշխարհը չմիանա, այնտեղ Եվրոպան էր, բայց Եվրոպան էլ ոնց որ արդեն այդ մաշեցրեց քեզ, հա, Ռուսաստանի դեմ օգտագործելով արդեն այնքան մաշեցրեց, որ Ռուսաստանն էլ այդ կռվում հաջողությամբ դուրս եկավ, ու արդեն պետք չես Եվրոպային, նու չէ, Եվրոպային գուցե եւ դեռ պետք է վերցնենք Ամերիկային, որտեղ այնտեղ նախագահական փոփոխություն եղավ։ Այնտեղ մնում է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հիմա այս իշխանությունը պահելու համար, իր իշխանությունը պահելու համար ինքը մնացել է Թուրքիայի մոտ եւ եթե իր կյանքն է կախված Էրդողանից եւ Ալիևից, նա պետք է ասես նվաստանա, նվաստացնելով իրեն նվաստացնում է Հայաստանը, բայց ես բոլորիս ուզում եմ ասել, որ ինքը կապ չունի հայ ժողովրդի հայոց պատմության իրական Հայաստանի հետ, ինքն էլ իր բերանով ասել է, որ հայոց պատմության հետ կապ չունի ու այդ դրանից էլ օգտվելու են թուրքերը, թուրքերի արժե համակարգն էլ այնպեսին է, որ իրանք ընկածին խփում են։ Իրանք այդ Նորքի թաղապետի արածի պես են, հա, որ 10 հոգով հարձակվեն մեկին լղկեն։ Թուրքերն էլ այդպեսին են, չէ՞, հիշում եք Էրդողանը ոնց է լվանում բանի Սաուդյան Արաբիայի առաջնորդի ոտքերը բանից հետո, որ այդ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը այդ լրագրողին, որ վերացրել էր Սաուդյան Արաբիան, արտահոսք էր արել, հենց Էրդողանի Թուրքիան էր արտահոսք արել, հարաբերությունները սրվել էին, սա էլ գնացել էր ոտները լվանալու, որտեղ Սաուդյան Արաբիան իրան պետք է։ Այսինքն Թուրքիան այդպես է, հա, ինքը հնարավորությունների հաշվարկի
բան ունի, երբ որ ինքը տեսնում է իր հնարավորությունը այսքան է իրան պահում, հիմա իր հնարավորությունը Հայաստանի նկատմամբ ահռելի է եւ ոնց ուզում է սրան վերաբերում։ Հա, օրինակ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդպես չէր, չէ՞, Էրդողանը նամակ էր գրում Ռոբերտ Քոչարյանին, եկեք բանակցենք, չգիտեմ բանման, հա, ու ստանում էր պատասխան, որը համապատասխանում է Թուրքիային պատասխան ստանալու։ Իրանք էլ տեսան, ասացին դե լավ, եկեք բանը մեթոդը փոխենք Հայաստանը գրավելու։ Ինչևէ, բայց սրա հետ կապված, այս Նիկոլ Փաշինյանի այս վարքի հետ կապված Ալբանիայում նաև բանում են հիշեցնում, սոցցանցերում են հիշեցնում այդ առաջի օրերը, որ կառավարում էր գնաց Մաքսայինի աշխատողին են դրոշը որ բան արեց, ինքն էլ թարս դրոշով էր հիմա նստած։ Հիմա ոնց որ ձողը մտավ այնտեղ, որտեղից որ դուրս էր եկել մի պահ։ Այսինքն այս հարաբերությունը Փաշինյանի եւ թուրքական աշխարհի բացատրվում է սրանով, որ ինքը իր անձնական կաշին է փրկում։ Տեսեք, քանի որ այսօր խորհրդանշական օրը Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի մահվան տարելիցն է ու նաև Հայերենիքի փրկության կոմիտեի համակարգողի դա էլ է շատ կարևոր, որ փետրվարյան ապստամբությունից հետո մինչև ապրիլ փաստորեն Սիմոն Վրացյանը համակարգում էր այդ Հայերենիքի փրկության կոմիտեն, որը փաստացի կառավարիչն էր Հայաստանի, ինչի համար եմ իրեն հիշատակում բացի նրանից, որ մահվան տարելիցն է, որովհետև եթե տեսնենք 1920 թվականին, որ Հայաստանի իշխանությունը Դաշնակցությունից փոխանցվեց բանին, այդ բոլշևիկներին, այդ ժամանակ խնդիրն այն էր, որ պետք էր փրկել հայրենիքը, որովհետև արդեն Թուրքիան հասել էր Ղարաբաղը հասել էր Ալեքսանդրապոլում պայմանագիր էին դեմ տվել խայտարակ ու պետք էր որոշել ինչ ենք անում։ Պայմանագիրն ենք ստորագրում, թե բոլշևիկները մեզ երաշխիքներ են տալիս, որ մեզ այդ Թուրքիայի առաջխաղացումը կկանգնեցնեն։ Ու այդ ժամանակվա կառավարությունը Սիմոն Վրացյանի գլխավորությամբ որոշեց, որ դեկտեմբերի 2-ին որոշեց, որ պետք է բոլշևիկներին տան իշխանությունը, ճիշտ է, հետո արդեն գիշերը Ալեքսանդրապոլի պայմանագիրն էլ ստորագրեցին, բայց սա արվեց, որպեսզի հայերին փրկեն եղեռնից, որովհետև այն ինչ որ անելու էին Թուրքիան տարիներ շարունակ արել են, դե գիտեն, այդ մարդիկ այդ ժամանակաշրջանում են ապրել, ամեն օր այդ նույն պատմությունն է եղել։ Հիմա սա ինչ է անում։ Սա Հայաստանը հանձնում է Թուրքիային, որ իր կաշին փրկի։ Այսինքն, եթե 20 թվականին դաշնակցական կառավարությունը նախ եւ առաջ, բանը Օհանջանյանի վարչապետությունից դուրս եկավ եւ կառավարության ղեկը ստանձնեց Վրացյանը, իսկ որպեսի հայրենիքը փրկի, այսինքն այսպես ասենք Ռուսաստանին միացրեց, որպեսի հայրենիքը փրկի, սա միացնում է Թուրքիային, որպեսի իր կաշին փրկի, իսկ դրա արդյունքում մենք ինչ լինենք, մենք վերանանք։ Սա է տարբերությունը, բայց հետաքրքիր գիտեք որն է, բայց որ բացի սրանից Չէ, պարզա, որ բանը կաշին չի փրկվելու, մեզ հայտնի է, որ բոլոր այն գործի այն ժողովրդի այն հատվածը հատկապես բանում Նախիջևանի շրջանում, ովքեր որ Թուրքիայի հետ տենց բան էին անում, ասում էին, չէ, մենք խաղաղ կարող ենք ապրել ու դուրս էին վռնդում նրանց, ովքեր որ դիմադրության կոչեր էին անում եւ դիմադրություն էին ցուցաբերում, իրանք հենց առաջինը կոտորվեցին, որովհետեւ այստեղ խնդիրը Թուրքիայի համար խնդիրը Հայաստանի տարածաշրջանում բարի դրացիական հարաբերությունները չի։ Թուրքիայի համար խնդիրը բոլորին այս նկարը կորավ, այդ նկարի մեջի մարդու պես սարքելն է։ Ընդ որում իրանք Ռուսաստանին էլ են ուզում այդպես սարքեն, բայց Ռուսաստանը դա շատ լավ գիտի։ Իրանին էլ են ուզում այդպես սարքեն, Իրանն էլ այդպես շատ լավ գիտի։ Եվրոպային են ուզում։ Մակրոնին էլ, Օրբանին էլ, Թրամփին էլ, ամբողջ աշխարհը ուզում են իրենք սարքեն այդպես, որ իրենք այսպես մատով ցույց տան։ Եվ սա թուրքական արժեհամակարգն է, որի դեմ արդեն 500 տարի կռվում է հայկական արժեհամակարգը։ Դրա հակառակ արժեհամակարգը։ Ընդ որում ոչ միայն հայկականն է կռվում, ասենք չմոռանանք, որ Ավստրո-Հունգարիան է կռվել սրանց դեմ, բանն
բանը Վենետիկն է կռվել սրանց դեմ, Սլովենիայում են կանգնացրել Թուրքիայի առաջխաղացումը Վիեննայի դարպասների մոտ եւ այլն։ Մի խոսքով, սա բանի մասին, բայց մի բան էլ է ես ասեի այս թեմայի շուրջ։ Գիտեք, ես քանի որ այսօր էլի Սիմոն Վրացյանի մահվան տարելիցն է, նորից ինձ հիշեցնում է ու այսօր էլ քանի որ այդ բաները ռուսաֆոբ չէ, դասալիկները, իրանք ռուսաֆոբ չեն, իրանք դասալիկ են, հա, դասալիկ հայկական բանակից թռածները, Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, հա, ցույց էին կազմակերպում, փորձենք մի հատ սա էլ վերլուծել Սիմոն Վրացյանի մտքում պահելով Սիմոն Վրացյանին։ Երբ որ Հայաստանը նոր զարգանում էր, այդ բանից աղետից հետո, հա, այդ տիֆի մեջ, այդ հիվանդությունների մեջ մի կողմից բոլշևիկներ, մի կողմից թուրքեր, մի կողմից այդ ադրբեջանցիներ, բայց ինչ որ արդեն ինչ որ նշույլներ էին երևում զարգացման 1920 թվականի սկզբին հատկապես, մենք էլ հանկարծ Հայաստանում բոլշևիկները ապստամբություն արեցին։ 1920 թվականի մայիսի ապստամբությունը։ Ալեքսանդրապոլից դուրս եկան, այնտեղ սկսեցին ինչ-որ բաներ գրավել, այնտեղ Դիլիջանում կոտորածներ սկսեցին։ Այսինքն այդ շրջանի բոլշևիկները նույնանում են այսօրվա իշխանության հետ։ Երբ որ Հայաստանը ինչ-որ զարգանում էր, պաշտպանություններ ցերկում, իրանք այդ պաշտպանությունը քանդում էին։ Ոչինչ չանելով այդ երկրի համար, իրանք ուղղակի դուրս էին։ Ընդ որում Հայաստանը միակ երկիրն էր, որ իր բաներին բոլշևիկներին չէր բռնադատում։ Նույնիսկ բաների մեջ էին իրենք, պաշտոններ էին ստանում իրենք։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև այնքան են նույնանում այս Նիկոլ Փաշինյանին ու բոլշևիկները իրար հետ եւ այսօրվա Արման Բաբաջանյանները։ Կասյանի փողոցը, երբ որ սրանք վերանվանում էին Վազգեն առաջինի փողոց, իբրև թե սովետական միության անցյալը, բայց ախր իրենք նույնն են, ինչ որ Կասյանը։ Ոնց է Կասյանն էր համագործակցում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դաշնակցության դեմ, գնում էր Մոսկվայում, Թիֆլիսում դաշնակցության մասին ինչ հերյուրանքներ ասես չէր տարածում, թե ստեղ ինչ որ բան են հարյուրներով բոլշևիկներ են կոտորում եւ այլն։ Նույնը սրանք են։ Սուտ ասան, դասալիկ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համագործակցող, երբ որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվեց, այդ պայմանագիրը խայտարակ պայմանագիր էր, ելնելով նրանից, որ մենք պարզապես թույլ ենք, ընդ որում դրանից առաջ բոլշևիկներն էին մեզ թույլացել, բայց այնուամենայնիվ այնտեղ կետ կար, որ ամիս հետո էր որոշվելու Սուրմալուի ու Կարսի հանրաքվեով էր որոշելու Սուրմալուի ու Կարսի կարգավիճակը։ Երբ որ Կասյանին կեկան այդ իրանց հեղկոմով, տենց իբր թուրքերի հետ խաղաղության են գրում, առանց որևէ բանի նախապայմանի մի անգամից տվեցին Թուրքիային, բայց հետո էլի թուրքերը շարունակեցին կոտորել հայերին։ Ու սրանք էլ նույնը չեն, մենք խաղաղության ենք գնում Թուրքիայի հետ, բայց Թուրքիան միևնույնն է կոտորում է հայերին, որովհետև Թուրքիան ունի նպատակ, եւ այդ նպատակի մեջ, այո, Կասյաններն ու Նիկոլ Փաշինյաններին խաղացնելն է, որպեսզի կարողանան թուրքական աշխարհը միացնել իրար։ Եթե սցենարը ավարտեցիք, ես կուզեմ երեկվա ասուլիսին էլ անդրադառնալ։ Երեկվա ասուլիսը, հա։ Մենք երեք Հայաքվե ազգային քաղաքացիական նախաձեռնության եւ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների կոալիցիայի հետ միասին այդ կոալիցիան 4 կազմակերպություններ են, որոնք իրենց զեկույցն են ներկայացրել 2020-ից 2025 թվականներին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված։ Սենց միջոցառում կամ ակում, որը շատ կարևոր է, կոչվում է համընդհանուր պարբերական դիտարկում, յուրաքանչյուր երկիր ՄԱԿ-ի անդամ 5 տարին մեկ մյուս երկրներին հաշվետվություն է տալիս, լսում է դիտարկումները եւ առաջարկությունները մնացած երկրների։ Մայիսի 1-ին Հայաստանի 4-րդ արդեն շրջափուլներ, նախորդը 2020 թվականին էր եղել, եւ 2025 թվականի մայիսի 1-ին Հայաստանը կրկին լսում էր դիտարկումներն ու առաջարկությունները մյուս պետությունների։ Այդ մյուս պետությունները իրենց դիտարկումներն ու առաջարկությունները անում են 3 զեկույցների հիման վրա։ Մեկը Հայաստանի ազգային զեկույցն է, որը տալիս է կառավարությունը, մյուսը
մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն է նաև եւ քաղաքացիական հասարակության զեկույցները։ Այսինքն մենք որպես քաղաքացիական հասարակություն մի հատ հայակվեի մասով էինք զեկույց ներկայացրել, կհիշեք 2023 թվականին, որ տեղեր թաղապետարանն Երևանի բոլոր թաղապետարանները տեղ չէին հատկացնում ստորագրահավաքի համար, քաղաքներում չէին տալիս տեղ, հետո հարձակումներ եղան հայակվեի վրա, մի խոսքով սրա հետ կապված զեկույցը, մյուսը քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների։ Դա նշանակում է, որ ոստիկանության խոշտանգումները, ընտրական իրավունքները, ոտնահարումները, եթե հիշում եք Գորիսի քաղաքապետին կալանավորելը, Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրախախտումները, Վանաձորի քաղաքապետին կալանավորելը, Ալավերդի քաղաքապետարանը գրավելը, մյուս իրավախախտումները վերաբերում են խոսքի ազատությանը, խոշտանգումներին, հավաքների ազատությանը եւ այլն։ Եվ այս 2020-ից 2025 թվականներից կհիշեք, թե ինչ ճչացող մարդու իրավունքների ոտնահարումներ են տեղի ունեցել Հայաստանում։ Կհիշեք, ամենա շատ քննարկվողներից մեկը Սամվել Վարդանյանի դեպքը, որ ոստիկանությունից խոշտանգեցին, կամ դատարանները, որ բան էին անում, շրջափակում էին այնտեղ, այդ ամբողջ այդ ատելության խոսքը, դե ընտրական իրավունքը արդեն ասացի։ Ու այս համատարած այս իրավախախտումները մարդու իրավունքների հանդեպ այս դեպքերը, որ տեղի ունեցել է, մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում պատկերացրեք ոչ մի բան չկա։ Ես հիմա նորից եմ կրկնում, ոչ մի բան չկա։ Ինչի եմ նորից կրկնում ոչ մի բան չկա, որովհետև եթե մի տող կա, մի տող այդ ամբողջ զեկույցում, այդ մի տողը նշանակում է, որ ոչ մի բան չկա, բայց այդ մի տողն էլ չկա։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանը, երեք մենք ասուլիսը հրավիրել էինք, ներկայացրել էինք, ասել էինք, որ մարդու իրավունքների պաշտպանը խոշտանգումների մասին որևէ բան չի գրել եւ բացակայում է նրա զեկույցում այնինչ պետք է արկա լիներ, որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը զարգացնող կառույց, մարդու իրավունքների պաշտպանը երեք հայտարարություն է տարածում, որ ինչ որ ակցիայի մասնակից ասել է, որ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ոստիկանության վատ վերաբերմունքի մասին որևէ խոսք չկա ու դրել է տարեկան զեկույցը իրանց։ Մարդու իրավունքների պաշտպանը դա տարեկան զեկույց է տալիս, դա ահռելի մեծ քանակության բեջերով։ Նո, հա, դա ահռելի չէ, մի 800,000 է։ Բայց դա մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը առանձին քննարկելու, քննադատելու հարց է, որովհետև էտել է մի հատ մեծ նյութ առանձին մամուլի ասուլիսներ եւ համաժողովներ եւ հարցազրույցներ տալու համար։ Սակայն մենք ներկայացրել էինք ՄԱԿ-ում համընդհանուր պարբերական դիտարկման ՄԻՊ-ի զեկույցը եւ դժվար է մտածել, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, որտեղ մարդիկ աշխատում են մեր հարկերով, չեն նկատել, որ ոչ թե տարեկան զեկույցին է վերաբերում խոսքը, այլ միավորված ազգերի կազմակերպության համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի 4-րդ շրջափուլի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած զեկույցին, որտեղ բացակայում է խոշտանգումները եւ մնացած այլ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ճչացող ոտնահարումները, որոնք տեղի են ունեցել վերջին 5 տարիների ընթացքում։ Մյուս կողմից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շատ ոչ գրագետ հայտարարություն է տվել, անպատկերացնելի է, որ հնարավոր է այդպիսի հայտարարություն տալ, որտեղ չնշվի ինչ միջոցառման մասին է խոսքը, ով է ասողը, որտեղ է տեղի ունեցել այդ միջոցառումը եւ այս անհասցեականությունը, որ կարող է բերել տարակարծությունների, եթե ասենք մի 100 միջոցառում է մայիսի 20-ին տեղի ունեցել եւ բոլոր այդ միջոցառումներին վերաբերի, սա խոսում է նրա մասին, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ոչ բարեխիղճ են մոտեցել իրենց հայտարարություններին, ինչի պատճառով վարկաբեկվում եւ նսեմացվում է քաղաքացիական հասարակության
գործունեությունը, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պետք է շահագրգռված լինի, որ քաղաքացիական հասարակության գործունեությունը հնարավորինս արդյունավետ լինի, որովհետև դա պետք է որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ջրաղացին ջուր լցնել։ Ուրեմն մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված թերևս այսքանը ասեմ, բայց նաև պետք է եւս մեկ անգամ շեշտեմ, որպեսզի հանրությունը իմանա, որ երբ որ միջազգային կառույցներին Հայաստանը ներկայացնում է այս իշխանության պոզիտիվ պարտականության առնչվող նյութեր, խոսքը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, նրանք պարզապես շրջանցում են, չեն խոսում, չեն արտահայտում այն մեծամասշտաբ իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում, սա պետք է բոլորս հասկանանք, որ նրանք ոչ միայն, որ այս իշխանությունը ոչ միայն թալանչի է, այլ մարդու իրավունքների զզվող իշխանություն է։ Մարդկանց վրա քայլող, մարդկանց փոշտանգող, հղի կնոջի մեքենա։ Իմիջիայլոց դրա մասին էլ չկա բանում զեկույցի մեջ մարդու իրավունքների պաշտպանի, եւ ես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կոչ եմ անում լինել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ոչ թե իշխանության պաշտպանի գրասենյակ։